անհավասարության պրոբլեմը այս ընթացքում այս հետազոտությունը տանելու ընթացքում։ Իրականում տենց որպես այդպիսին հետազոտություն չունենք, որ համեմատենք մարզերի սպեցիֆիկան, բայց կոնկրետ Կոտայքում մենք արձանագրեցինք հենց այդ փաստը, որ իսկապես հոգեբանական ու տնտեսականը բավականին մեծ դրսևորում ունի։ Օրինակ Գեղարքունիքում մենք շատ էինք տեսնում հենց ֆիզիկական բռնության դրսևորումներ, հա, ու պատմում էին, որ ապտակ կամ դաժան ծեծ, հա, տեղի է ունեցել, բավականին շատ էին այդ պատմությունները։ Կոտայքում հավանաբար նաև Երևանի մոտ լինելու եւ այդ ամոթը ասեմ կամ չեմ կարող ասել նաև այդ կարծրատիպերը հնարավոր է իրենց ազդեցություն են ունենում, որ շատ ավելի քիչ խոսեն բռնության այս դեպքերի դրսևորումների վերաբերյալ, բայց եթե ընդհանուր նայում ենք իրականում ընդհանուր սպեցիֆիկան այդ ուժն ու անհավասարության ուժի եւ իշխանության անհավասար դրսևորումն է, հա, մենք չենք կարող ասել, որ միտեղ օրինակ է աղքատության պատճառով են կամ մեկ այլ տեղ օրինակ է ալկոհոլի չարաշահման պատճառով են, դրանք բոլորը նպաստող գործոններ են, բայց նրանք պատճառը չեն, հա, պատճառը մշտապես այդ ուժն ու իշխանությունն է, որ անհավասար ձևով բաշխվում է, բայց նաեւ մենք այո տեսնում ենք ընտանիքներ ենք ունեցել, որ մտել ենք եւ տեսել ենք, որ կինը ասում է, որ վերադարձել է այսպես ասած հայրական ընտանիք, հա, օրինակ նույն Գեղարքունիքում կամ Վայոց ձորում ես անձամբ տենց շատ քիչ դեպք էի հիշում, երբ հայրական ընտանիքում ենք տեսել հենց բռնության ենթարկված կնոջը։ Օրինակ սա մի առանձնահատկություն էր, որ Կոտայքում ամեն դեպքում տեսնում էինք, հա, որ կինը ասում էր, այո, ենթարկվել եմ բռնության, երեխայիս կամ երեխաներից վերցրեցի, ծնողներս աջակցեցին, վերադարձա։ Ինչը օրինակ չէինք տեսնում, ինչպես նշեցի, օրինակ Գեղարքունիքում, նաև պայմանավորված հավանաբար արտագնա աշխատանքի այդ բարձր ցուցանիշներով, նաև Վայոց ձորում տենց դեպքեր ես չեմ հիշում համենայն դեպս, բայց Կոտայքում մի քանի դեպք տենց ունեցանք։ Ամեն հասարակությունում առավել տարածված են դեպքերը, երբ բռնության ենթարկվողը կինն է, բայց դուք տիրապետում եք վիճակագրության կան դեպքեր, երբ արդեն բռնություն գործադրողն է կինը, ոչ թե բռնության